Պետրոնասկոջիկ Բոնաշևիչ ես, Հարավային Կովկասի երկրների վերլուծաբանում և երկու հարց եմ ուզում տալ։ Առաջինը վերաբերում է Հայաստանի էներգետիկ քաղաքականությանը, Մեծամորի ատոմակայանը պետք է նախատեսվում է փակել 10 տարվա կտրվածքով և ձեզ անհրաժեշտ կլինի նոր ատոմակայան կառուցել։ Հարցս հետևյալն է, երբ եք որոշում կայացնելու այն հարցում, թե ով է կառուցելու այդ ատոմակայանը, ամերիկացիները, ռուսները, կամ միգուցե այլ պետություններ։ Երկրորդ հարցս անվտանգության մասին է Հայաստանի, կցանկանայի ձեզ հարցնել ռուսական ռազմաբազայի մասին Գյումրի քաղաքում, արդեն մտածել եք դիմել Ռուսաստանին այդ բազան փակելու հարցով։ Շնորհակալություն։ Գիտեք, ինչ վերաբերում է էներգետիկային, վերականգնվող էներգետիկան նոր հնարավորություններ է բացում մեր երկրի համար, քանի որ պատմության մեջ առաջին հնարավորությունն է Հայաստանի համար, այսպես ասենք, անկախ լինել էներգետիկայի առումով։ Մեր երկրում արևային էներգետիկան սրընթաց զարգանում է։ Դուք գիտեք, որ մեր երկրում ունենք խորհրդային ժամանակ կառուցված ատոմակայան։ Վերջին տարիների ընթացքում մենք կարողացել ենք ատոմային էներգետիկայի արևային էներգետիկայի ոլորտում ատոմակայանի կարողությունը կրկնակի գերազանցող կարողություն հաստատել եւ մենք հիմա մեծ ատոմակայանի կարիք մենք չունենք հաշվի առնելով հենց նոր նշածած գործընթացները։ Ուստի մեր փորձագետների գնահատականով մեզ անհրաժեշտ է ունենալ փոքր ատոմակայան։ Ահա թե ինչու մենք նախնական որոշում ենք կայացրել, որ փոքր մոդուլային տիպի միջուկային կայան, ատոմակայան ենք ունենալու։ Հիմա մենք քննարկում ենք այդ հնարավորությունը մեր գործընկերների հետ, մենք դա քննարկում ենք ԱՄՆ-ի հետ, Ռուսաստանի հետ, Չինաստանի հետ, Հարավային Կորեայի հետ, Ֆրանսիայի հետ, եւ մենք որոնում ենք լավագույն առաջարկը մեր երկրի համար։ Եվ այս գործընթացը շարունակվում է, դեռևս վերջնական որոշում չունենք, քանի որ հետազոտում ենք տարբեր առաջարկները։ Ինչ վերաբերում է ռուսական ռազմական ներկայությանը մեր երկրում, դուք գիտեք, որ վերջին տարիներին ինչ-որ բան տեղի ունեցավ եւ մինչև 2024 թվականը սահմանային անցակետերի մեծ մասը գտնվում էին Ռուսաստանի հսկողության ներքո կամ այնտեղ կար ռուս սահմանապահների ներկայություն, օրինակ մեր միջազգային օդանավակայանում, սակայն ներկայումս բոլոր սահմանային անցակետերը մեր սահմանների վերահսկվում են Հայաստանի սահմանապահների կողմից։ Բնականաբար մենք շնորհակալ ենք Ռուսաստանին այնտեղ ներկայության համար, որպես նորանկախ պետություն 90-ականների սկզբներին մենք կարողություն չունեինք այդ տեսակի ծառայություններ մատուցելու, բայց ներկայումս մենք կարող ենք եւ մենք զարգացնում ենք մեր կարողությունները եւ իհարկե մենք կընդլայնենք մեր գործունեությունը եւ աշխատանքները, որոնք կվերահսկվեն հայ սահմանապահների կողմից։ Ինչ վերաբերում է ռազմաբազային, մենք որևէ պլան ծրագրեր չունենք եւ մտահոգություններ էլ չունենք կապված ռուսական ռազմաբազայի ներկայության հետ, ուստի մենք սերտ գործընկերներ ենք Ռուսաստանի հետ եւ շատ սերտ տնտեսական կապեր ունենք, քաղաքական կապեր ունենք, թեպետ դուք գիտեք, որ մենք սառեցրել ենք մեր մասնակցությունը ՀԱՊԿ-ին եւ
Դա կապված էր որոշ իրադարձությունների հետ, որոնք տեղի ունեցան 2022 թվականին, քանի որ Հայաստանը հիասթափված էր ՀԱՊԿ-ից, քանի որ ունենալով իրավական պարտավորություն ՀԱՊԿ-ը հավուր պատշաճի չարձագանքեց անվտանգության մարտահրավերներին, որոնք կային Հայաստանի համար։ Մյուս կողմից սակայն մենք ասում ենք, որ մեր հարաբերությունները Ռուսաստանի հետ ներկայումս վերափոխման փուլում են։ Մենք ներկայումս նոր հարաբերություններ ենք ստեղծում Ռուսաստանի հետ, ձևավորում Ռուսաստանի հետ, սակայն մենք իհարկե վճռական ենք եւ կցանկանայինք զարգացնել մեր հարաբերությունները Ռուսաստանի հետ, բայց միանշանակ է, որ այդ հարաբերությունները փոխվում են բազմաթիվ գործոնների պատճառով։ Իմիջիայլոց շատ կարևոր է ընդգծել, որ 2020-ի նոյեմբերին Ռուսաստանի եւ Ռուսաստանի նախագահի դերը վճռորոշ եղավ Ադրբեջանի հետ հրադադարի հաստատման հարցում։ Իհարկե, դրանից հետո եղան ստորագրված փաստաթղթի տարամեկնաբանություններ, նոյեմբերի 8-ի փաստաթղթի մասին է խոսքը, ուստի այն վերածվեց հռչակագրի, որը մենք Ադրբեջանի հետ ընդունեցինք Վաշինգտոնում, բայց շատ կարևոր է նշել, որ նոյեմբերի 8-ին Ռուսաստանի դերը եւ անձամբ Ռուսաստանի նախագահի Վլադիմիր Պուտինի դերը շատ կարևոր եղավ հրադադար հաստատելու հարցում Հայաստանի եւ Ադրբեջանի միջև։